Սիրելիներս ողջույն եւ բարի գալուստ իմ YouTube-յան տեսահալիկ, եթե ինձ առաջին անգամ եք տեսնում, ես Նադյան եմ, 4 երեխաների մայրիկ, հենց նոր ավարտել եմ իմ նախորդ վլոգը ու մի անգամից սկսել հաջորդ վլոգը, նախորդ վլոգի ընթացքում ցույց էի տալիս իմ կատարած գնումները ու հիմա այս գնումները պետքա շատ արագ դասավորել, այստեղ ահագին բան էի վերցրել քույրիկիս աղջկա համար, պետք է դնեմ տոպրակի մեջ, որովհետև իրենք վաղը մեզ հյուր են գալու, որպեսզի չմոռանամ իրենց տալ ու տանեն հետները, իսկ թե ինչ առիթով են հյուր գալու, վաղը իմ աղջկա 40 օրականն է, ինչը մի թեթև նշելու ենք բարեկամներով, հարազատներով, առավոտյան եկեղեցի ենք գնալու ու հիմա գիշերվա իդեպ ժամը 2-ն է արդեն, ես պատրաստություն եմ տեսնում, աղցաններ եմ պատրաստում, որովհետև վաղը առավոտյան պետք է եկեղեցի գնանք, հետո արդեն բարեկամներով միանգամից կգանք մեր տուն ու չեմ ուզում ինչ-որ խառը իրավիճակ լինի տանը, երեխաների հագուստներ անպայման պետք է դնեմ, թե ինչ են վաղը հագնելու, մի խոսքով ուզում եմ հիմա ամեն բան պատրաստել, հիմա շատ արագ քույրիկիս աղջկա հագուստները, եթե չեք նայել նախորդ վլոգը, կարող եք գնալ նայել, թե ինչ գնումներ եմ կատարել, իսկ ես կդասավորեմ, դնեմ տոպրակի մեջ, մեր գնումները դասավորեմ պահարանում ու գնանք միասին խոհանոց, ցույց տամ ձեզ, թե այնտեղ ինչա կատարվում ու ինչ ունեմ անելու խոհանոցում, ժամանակ առ ժամանակ նաև սոսեն արթնանում, ստիպված եմ լինում իրեն նորից քնեցնել, նորից շարունակել ու այդպես գործս էլ է հետ ընկնում։ Խոհանոցումս այս բանի շատ անուշ խիտ է տարածվել, որովհետև գնալով պղպեղներ եմ տապակում, այստեղ սնդուկի վրա աղ եմ արել, որ դառնաջուրը դուրս գա, գազար եմ կտրատել, իրականում գազարը քիչ եմ վերցրել, որովհետև հաշվի չէի առել, որ 2 աղցանի համար էլ գազար պետք է ու վերցրածից մեծ մասը խաշեցի ստալիչնի աղցանի համար, արդյունքում այս աղցանի համար ահագին քիչ գազար մնաց, եթե առավոտյան ամուսինս հասցնի շուտ բանջարեղենի խանութ գնա, էլի կվերցնի ու կտապակեմ, կավելացնեմ այս աղցանին, եթե չէ կբավարարվենք նրանով ինչ ունենք, ֆունչոզայով աղցան եմ պատրաստելու ու այս բանջարեղենները ֆունչոզայի համար են, սոյայի սոուս եմ վերցրել, կարող եք սկրին անել, եթե օգտագործում եք սոյայի սոուս, այս շատ լավն է, ես առհասարակ խոհանոցում սոյայի սոուս շատ եմ օգտագործում ու շատ արագ է վերջանում, հիմնականում հենց սա եմ վերցնում, այս բանջարեղենները ևս կտապակվեն գունավոր դիպարներից հետո, ջուր եմ հիմա եռացնելու ֆունչոզայի համար, մի խոսքով գործերս շատ արագ եմ անում, բայց ընթացքում աշխատում եմ ինչ-որ կադրեր ֆիքսել նաև ձեզ համար։ Եթե միկրովայլնովկա գնելու լինեք, անպայման վերցրեք այն տարբերակը, որը որ ունի հալեցման ռեժիմ, այստեղ որ տեսնեք, իմ մոտ կա հալեցման ռեժիմ, ուղղակի փրկություն է, ես մոռացել էի կրծքամիսը հանել սառցախցիկից, հիմա կդնեմ այստեղ ու ընդամենը րոպեների ընթացքում հալեցնում եմ, իհարկե պետք չի հաճախ օգտագործել, բայց սենց դեպքերում փրկություն է, չեմ պատկերացնում ինչ էի անելու, եթե չլիներ սա, որ տեսնեք, ընդամենը 4 րոպեի ընթացքում մենք կունենանք լրիվ հալեցված հանդի կրծքամիս, իսկ առանց սրա ես ուղղակի անգլուխ չէի մնում։ Ու մեկ էլ գիտեք ինչն է փրկություն, սառցախցիկում սառեցրած կանաչի ունենալը ինձ միշտ փրկում է, որովհետև ես միշտ մոռանում եմ կանաչի գնել, մանավանդ որ կանաչին սառնարանում շատ կարճ է մնում, ընդամենը 1-2 օրվա ընթացքում էլ չես կարողանում օգտագործել իրեն, իսկ երբ սառցախցիկում ունենում ես, նման դեպքերում շատ հարմար է, ես աղցանին կավելացնեմ իմ սառեցրած մաղդանոսը, իհարկե մի ծախոտ քիչ անհարմար է բացել, այսպես կտրատում ու լցնում եմ տարաների մեջ, դնում եմ սառցախցիկ, հետո
օգտագործում եմ անհրաժեշտության դեպքում։ Իհարկե շատ կարևոր է, որ սառցախցիկում ճիշտ դնեք, որպեսզի հետո օգտագործելուց այսպես հատ լինի, իրար կպած չլինի։ Ես նա ընթացքում եմ սովորել, առաջին մի երկու անգամը որ դրեցի, ամբողջը կպել էր իրար ու հետո չէր լինում ես բարայից առանձնացնել, իսկ նա տեսեք ինչ հավես է։ Այսպես։ Ես էլ իմ մայրաքաղաքային աղցանը տեսքը ընտիր է, համոզված եմ, որ համն էլ է լավ լինելու։ Հիմա մի հատ կխառնեմ, կդնեմ սառնարան արդեն ու կանցնենք միջոզային։ Մի փոքր փոփոխություն արեցի, մեծ սեղանը տեղափոխեցի այստեղ, որովհետև կարծում եմ ավելի հարմար կլինի նստելու համար։ Փոքր սեղանն էլ տարա այնտեղ, Սոսեն ա քնած ու Առնոն ա քնած, որովհետև ձայնս լսեց, որ գործ էի անում, արթնացավ եկավ ու ուզեց հյուրասենյակում պառկել։ Ժամը 6:20 պակաս, չեմ հավատում, որ նոր միայն կարողանում եմ վերջացնել ամբողջ գործերս, չգիտեմ ոնց եմ ձգելու օրվա ընթացքում, որովհետև ահավոր քնել եմ ուզում, շատ հոգնած եմ, մնացել եմ միայն հատակը մաքրեմ, աչքերս փակվում են արդեն, ուզում էի գնալ պառկել եմ, որ ինքս ինձ համոզեցի, ասեցի չէ խնդրում եմ, սաղ արել ես, հատակն էլ մաքրի, նոր պառկի, գոնե 1 ժամ կարողանամ քնել ու արթնանամ, սկսենք պատրաստվել։ Ամբողջ գիշեր չեմ քնել, բառիս ամենաուղիղ իմաստով ու ինձ թվում էր, թե այսօր ահավոր վիճակում եմ լինելու, բայց այդ 1 ժամը օգնեց, որ մի քիչ էներգիա հավաքեմ, ուշքի գամ։ Գործ չունեի անելու, գիշերը ամեն ինչ արել էի, բայց արթնացա, լոգանք ընդունեցի, ինձ կարգի բերեցի, տղաներին պատրաստեցի, հիմա ցույց տամ, իրենց արդեն հագցրել եմ ու գիտեք ինչ եմ մտածում եմ Սոսեին էլ հիմա հագցնեմ ու տղաների Սոսեի հետ այդ տորթիկի արարողությունը անեմ, որովհետև երբ հյուրերը գան, արդեն շատ խառը կլինենք, շատ մարդ այստեղ կլինի ու գուցե այդ պահը այնքան էլ հարմար սիրուն չստացվի, ուզում եմ մի հատ հիմա անենք քույրիկի հետ, հետո արդեն հյուրերի հետ էլ կանենք, մոմեր էլի կդնեմ երեխեքով, չգիտեմ կփչեն, եթե լավ կլինի, եթե չէ, գոնե կիմանամ, որ ես նախապես արել եմ։ Հիմա ցույց տամ տղաներին արդեն հագցրել, պատրաստել եմ, այստեղ իրենց հագուստները դրեցի։ Այս Առնոն սև տաբատով և շագանակագույն վերխով, Էմինը սև տաբատով և շագանակագույն վերխով, Ադանը էլի սև տաբատով և շագանակագույն վերխով, բաց կաթնագույն, Էմինի ու Ադանի վերխերը։ Ամուսինս բերեց նաև Սոսեի շատ սիրուն տորթիկը, ես խենթացել էի ուղղակի տեսքի համար, ափսոսում էինք կտրել այնքան սիրուն էր, կտրելուց հետո պարզվեց, որ համն էլ է շատ լավը, կթողնեմ ներքևում էջը, թե որտեղից եմ պատվիրել, կարող եք դուք էլ պատվիրել։ Իսկ հետո արեցինք շատ սիրուն նկարներ այս տորթիկի հետ, նկարները կարող եք տեսնել իմ ինստագրամյան էջում։ Սոսեն նայ, մադուք նայ։ Առնո նայ։ Սիրուն։ Մի հատ։ Այստեղ դնում, այստեղ։ Գլխին Խեփի։ 40 հատ չպետք է ադամ։ Ուրա բանը, ռավ։ Մամ մի հատ էլ դիր։ Չէ, ուրա դաժի գալկեն։ Ստես։ Ահա և իմ Սոսեն ծանոթացեք, նա իսկ եղբայրների կրկնօրինակն է։ Սոսեն, այրիկը թիկունքի կանեն, Ալտեմերիս Ոս Քրիստոս աման, այրներ օրերգինասս, որ բիարեցի ու ես արկայություն կով երից, ամքո որ պրեսում ես վերդի, ացմեր անաբացոր, կունելաշոր, եթրնասս կարծմեր, սենայք, կոնոտնես արդակնաց, Եմի կամերս մեր սունալչուկ ես մզիչարեք,
Զիկոյի Հավիդյանս, ամեն Աստված մեր, որեգիր է փրվություն ասկի մարդկան նաև իրավապիսկ այսօրի։ Եվ դուրս մապավին Իսու կաթորիկ և արակիրական եկեղեցիկով և արժանացող մտանտաճարսկով և հաղորդի փրկական մարմնո և արյանգոյի բաց լվա սաղ մարմնո և զբիցով փոսորա իլորում են կատարման կարասնորյա բուրցես և սրբյայզարն պատվաղանողտի կահանայից ես և արժանացում մտանեսակություն կարասկոզ և արեսանց բարբարեսին ուրիք են և ես այլև արկ իշխանություն և պատվայժն և միշտ և հավիդյանս հավիդենից ամեն որ նորոգություն ես ընացլոց և յան մահկանացում ազգի մարկան դու ես օրություն, օգնություն ապավինելով սիքես հաստատուն լեցի շնոր օրմությանքով իվերակ արաշնորյա սոցտե մանոգզայս որ եկյակ արաշնորյա երկրպավություն սուրտ տաճարի Սիևից ես որ և անետյուղ պիտշնամուններ գործութենե պահպանության աչոտ կոսրպով Аз էվոր ոչի սուրտ մարդները օրեն են որ պրիգյազից Դու аз եզորիչնի մեզ ընդեր մորացանցիս ընդեր տտունգրան ես նվեր թշնամորի մով հարկ որ եվորդ այժմ և միշտ և հավիդյանս հավիդենց ամեն սպուր եկեղեցի հավս ավաճն սուրստեր Սիսովակ ես ես նևած և Եզուս է շնորի ողորմութի այնրու ամենակալ էր աստված էր իծվի և ողորմության Հարստորյա սոցտե մանուգս Քրիստոսի երկրպագություն երկրպագեցու խորանից երկրպագեցու սրանույս երկրպագեցու ավազանից Հարստորյա սոցտե մանուգս Քրիստոսի երկրպագություն երկրպագեցու խորանից երկրպագեցու սրանույս երկրպագեցու ավազանից Հարստորյա սոցտե մանուգս Քրիստոսի երկրպագություն երկրպագեցու խորանից երկրպագեցու սրանույս երկրպագեցու ավազանից որ մերկացավ զանորություն և ըցկեցավ ըսլույս աստված գիտության Արկ ես դեր աստված դերս ցավես Եվ բժշկյար իվանդությունս իժորդ ընեքմը դեր աստված մեր որիր հարաստորյա սոցտե մանուգեսկով ատարյալ առողջություն նշանավ ամենաաչիկ և որով բարձրես տկարություն ասկի մարդկան հադա բարձրես ես տշնամին գնաց և բրգության մերով Դու ես կյանքներ և հրգություն, արելար ասումողոր մաստված, որ միայն կարող ես թողորս մեր չեսապ, սիրոց իվան, մսմեր ես դյուրակնիչու, վիդոյից հորոց հանավաս, հարավոր յալկովի ամենասուրդ երորդություն այժմ և միշտ, և հավիդյան հոց հավիդենց, ամեն պահպանիչ և հույս հավատացելոց Տղաներս մի քիչ տխուր են, որովհետև բոլոր հյուրերը տան եմ, բայց իրենք գնում են պարապմունքի Ուղղակի չենք կարող այս պարապմունքները բաց թողնել ինչ-որ բաներ հաճախ ստիպում են, որ զոհողությունների գնանք իրենց լավ ապագայի համար ոչ ինչ հասկանան մեզ չնայած մի քիչ նեղացած են գնացել, որովհետև չէին ուզում գնալ երեխեքին թողնել տանն ու գնալ Գնացին եմ նադանը Nice,
Գայու լավ դեմ քեզ թուրս Լավացա դուրը գալիս Հաջորդ առավոտյան արդեն սոսեին լողացրած ջրով ջրեցինք մեր բակի ծառը ու ես մտածում էի, թե որտեղից է եկել այն ավանդույթը, որ պետքա 40-ին լողացրած ջուրը չթափել, այլ ջրել դրանով բույսերը։ Ինքս եկա այսպիսի մի եզրահանգման, եթե դուք գիտեք այլ տարբերակ կամ հենց ճիշտ տարբերակը գիտեք, գրեք մեկնաբանություններում։ Ես կարծում եմ, որ այդ ջրով բույսերը ջրում ենք, քանի որ ջուրը ունի հիշողություն, իսկ 40 բաժակի հետ մենք 40 լավ խոսքեր ենք ասում երեխային, հետևաբար այդ լավ խոսքերը ջուրը վերցնում է, հետո մենք դրանով ջրում ենք բույսերը մտածելով, որ ավելի լավ կաճեն։ Քանի դեռ սոսեն քնած է, եկեք ձեզ ցույց տամ իր ստացած նվերների մի մասը, բաներ կան, որ արդեն հանել եմ, օգտագործում ենք, այս պահին էլ կոմբինեզոններից մեկը հենց իր հագին է։ Գլխարկ սոսեին չեմ դնում, որովհետև դեռ տանից այսպես դուրս չենք եկել, համարյա կարելի է ասել, տանն էլ չեմ դնում գլխարկ, բայց կարելի է դուրս գալուց սա դնել։ Երկարաթև բոդի որակը շատ լավն է, բարակ պալզուն կա, որը կարող է գարնանը հագնել, կարծում եմ գարնանը իր հագով կլինի արդեն, մի քիչ մեծ է, չափը չնայած 1-ից 3 է գրված, բայց այսպես ինձ մեծ է թվում։ Կոմբինեզոն, որը շատ եմ հավանել, շատ փոփուկ, այսպես նապաստակներով, կապյուշոնով, գարնանը կարելի է հենց այսպես հագցնել ու դուրս անել, 3 կտորից բաղկացած սեթ, մորթյա ժիլետիկ ունենք, սենց երկարաթև վերխ ու այսպիսի շալվարիկ, էլի լավն է։ Այստեղ էլի 3 կտորից բաղկացած սեթ ունենք, որը էլի շատ լավն է ու շատ նուրբ, կարծում եմ սոսեին շատ կսազի, մի հատ նայեմ, լավն է, վերխը հաստլիկ է, մեջը բայկայով է, այսպես, էլի շալվարիկա և սիրուն ժակետիկ, որը կարելի է ուրիշ բաների հետ էլ հագցնել։ Այսպիսի զգեստ հուսամ կլինի ու կհասցնի։ Աշնանը կարող ենք հագցնել սա ջինսից վերխով, օրինակ շատ սիրունիկ կլինի։ Այսպես։ Եվ այստեղ ունենք, սա ինչա, ինչ լավն է։ Այսպես, շատ լավն է, շատ սիրունիկ, շատ նուրբ, երկար թևերով։ Հենց այսպես կարող եմ հագցնել մայիսի վերջ, հունիսի սկիզբ, շատ սիրուն է։ Այս էլ սոսեի ստացած նվերները։ Այ հիմա արդեն կարող եմ ձեզ ասել առայժմ, ուրախ եմ, որ դիտում եք իմ վլոգները, հուսամ հավանեցիք, թողեք մեկնաբանություն, ես դրանք սիրով կարդում եմ ու աշխատում եմ գրեթե բոլոր մեկնաբանություններին պատասխանել։ Ձեզ մաղթում եմ օրվա հիանալի շարունակություն ու ասում, որ մենք կհանդիպենք հաջորդ վլոգի շրջանակներում։